պրակտիկան, ինչպիսին էր բժշկական կենտրոններում, երբ որ տնօրենին ազատվում էր կամ ազատում էին աշխատողից, որը որ մրցույթային պաշտոն է, ինչ էին անում, նշանակում էին պաշտոնակատար կամ տնօրենի տեղակալին, կամ հիվանդանոցից որևէ ադմինիստրատիվ պաշտոն զբաղեցնող մեկին, օրինակ, բաժնի վարիչներին, ծառայության ղեկավարներից մեկին եւ արագ, այնտեղ որովհետեւ նաեւ կար հստակ ժամկետներ, 1 ամսվա ընթացքում հայտարարվում էր մրցույթ եւ մրցույթում մասնակցում էին արդեն ով որ ցանկանում է եւ մրցույթային հանձնաժողովով որոշվում էր հաղթողը եւ նշանակվում էր այդ պաշտոնին։ Բայց այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչի այս փորձով ինչ ունենք։ Առողջապահության ազգային ժողովի հանձնաժողովի նախագահին հայտնի SMS-ով ազատում են աշխատանքից, ոչ միայն որպես պատգամավոր, այլ նաև ամբողջ այդ առողջապահության հանձնաժողովի գործառույթներից են հանում եւ մեկ էլ հայտարարում է նախարարը անմիջապես հետո, որ իրեն դիտարկում են որպես տնօրեն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչի եւ կարճ ժամանակվա ընթացքում ազատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրենին եւ նշանակում են Նարեկ Զեյնալյանին։ Եվ ինչպես են ազատում Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրենին, մեդալով, շնորհակալություններով, այսինքն եթե սա բերում ենք քաղաքական դաշտ, ստացվում է, որ ասում են դու շատ լավ ես աշխատել, Արման Հովակիմյան, շնորհակալ ենք քեզանից, բայց կներես մեր քաղաքական թիմի մյուս անդամին պետք է տեղավորենք աշխատանքի։ Այսինքն այստեղ ոչ հիվանդանոցի, ոչ հիվանդների, ոչ բուժ անձնակազմի շահերն է հաշվի առնվում, այլ իրենց քաղաքական թիմի անդամներից մեկին, որը որ իր լռությամբ իրեն հանդուրժողականությամբ վաստակել է որևէ տեղ աշխատելու իրավունքը, տանում են նշանակում են կլինիկայի ղեկավար։ Ես մանրամասն հետևելու եմ այս գործընթացին եւ հասկանամ ինչ ինտենսիվությամբ, արագությամբ են տնօրենի մրցույթը հայտարարում, ովքեր են մասնակցում եւ որպես հասարակական կազմակերպություն դիտորդի կարգավիճակով կամ որպես համապատասխան կրիտերիաներին ներկայացնող անձ որպես մրցույթի մասնակից, ես ինքս մասնակցելու եմ եւ հետևելու եմ պրոցեսների զարգացմանը։